Բարև ձեզ բարեկամներ, ողջունում եմ Փակ TV-ի բոլոր երկրպագուներին, բոլոր այն անձանց, ովքեր վաղուց դարձել են մեր բարեկամը եւ մեզ հետ անցնում են այն ճանապարհը, որը շատ հետաքրքիր է չնայած բոլոր տեսակի բարդություններին ու դժվարություններին։ Գիտեք, ամեն անգամ, երբ տաղավար են գալիս մարդիկ, ովքեր իսկապես շատ հետաքրքիր ճանապարհ են անցել, ովքեր այս երկրի կայացման գործում մեծ ավանդ ունեն, մեզ համար դա ոչ միայն պատվաբեր է, այլ նաև շատ հաճելի, քանի որ նրանց խոսքը հատկապես այսօր շատ կարևոր է։ Իսկ այսօր մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական, քաղաքական, պետական գործիչ Ազատ Արշակյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալություն։ Վաղուց չկայիք, պարոն Արշակյան։ Մենք իրավունք ունենք միասին երբեմն բացակայելու առողջության պատճառով։ Մեր տարիքը թույլ է տալիս իրավունք։ Ընդհանրապես դասալիկ չենք, մեր բարեկամներին, մեր ունկնդիրներին, համակիրներին չենք լքում, բայց բժշկի թուղթ ունենք։ Մենք երբեմն բացակայում ենք հարգելի պատճառով։ Դա է։ Բայց մեզ բացակա չդնեք։ Չէ։ Մենք տեսեք վերադարձել ենք եւ բան ունենք ասելու։ Պարոն Արշակյան, տեսեք այն ինչ վերջին օրերին կատարվում է Հայաստանի Հանրապետությունում, գալիս է հուշելու, որ իսկապես շատ բարդ դժվարին ժամանակաշրջան ենք անցնում։ Դե էլ չեմ խոսում Գյումրու հայտնի դեպքերի մասին, երբ այսպես ոստիկանական մի հզոր շքախմբով գնացին եւ ձերբակալեցին, բերման ենթարկեցին Գյումրու քաղաքապետին։ Սա ինչ է, նոր մարտավարություն է։ Արհեստավարժության պակաս է։ Գլխավորը դա է, արհեստավարժության պակաս է, դա հասարակ ձևով արում են, քաղաքապետին հրավիրում են ինչ որ տեղ, օրինական ձևով։ Խորհրդակցության ինչի կաբինետից վերցնում, տանում են սոսոփոս, եթե կա խնդրեմ։ Արհեստավարժությունը բերման ենթարկելու դա է, չանհանգստացնել մարդկանց, դա մի կարևոր բան չի, մեծ իրադարձություն չի, մեր պետության համար, եթե մեկին կասկածում եք քրեական հանցագործության մեջ, ծուղակ եք սարքում, այդ ծուղակում բռնում տանում եք սուսփոս, իսկ ինչ կարիք կա, դա մի 30 հոգի էլ, պետությունը չհարգող, օրենքը չհարգող մարդիկ են ոտի տակ ընկել, դու գիտեք, չէ, որ բացի այդ մի քանի հոգուն, ովքեր որ մեղադրվել են, այո, կաշառակերության կամ չգիտեմ ինչի մեջ, աջակցության մեջ, այսինքն որոնք որ մեղադրվում են դրա մեջ, կան մարդիկ էլ որ օգտակար իդիոտներ են ընկել, մի 30 հոգի, սովորական մարդիկ, որ չեն հասկանում, որ պետությունը հարգարժան բան է, պետությունը ընդհանրապես դա ուժային կառույց է, դա մեզ տանում է բանակ, հարկեր է հավաքում, բանտ է ուղարկում, պետությունը այդպիսի բան է, դրանից հարկավոր է զգուշանալ։ Մարդիկ չգիտեին, որ ոստիկանի վրա բղավել քաշքշելը ոստիկանին։ Ոստիկանը հո չի եկել քեզ հետ ընդհարվելու, իր գործն է անում։ Հրաման է ստացել, կատարում է հրամանը։ Ուզում 30 հոգի էլ այդտեղ գնացին, բա պետք էր այդ 30 հոգին, որ հիմա հայտնվի պատժախցում, բան պատժի տակ։ Ուրեմն արհեստավարժություն անպայման հարկավոր է գեղեցիկ ձևով դա պլանավորել, մենք էլ կասեինք դավադիրեն, այդպես ոնց սարքեցին Միամիտ Վարդանիկի գլխին։ Չէ, հարկավոր է շատ նույնիսկ խաշի սեզոնն է։ Խաշի կարելի է հրավիրել, կարելի պայմաններ, որ ինքը հրավիրեր խաշ։ Խաշի սեղանից սիրուն վերցնեին, տանեին։ Հանգիստ մեզ էլ ասեին, որ մենք օրակարգից դուրս չենք անում մեր քաղաքացիներին։ Մարդիկ զբաղմունք ունեն, ձմեռ է գալիս, ձմեռային հոգսերն են, դպրոցական խցանումներ են, ամեն ինչ կա, առողջապահական խնդիրներ կան։ Մեր օրակարգը դրանք են, անվտանգություն, կրթություն, չէ՞։ Դրանով զբաղված ենք, բայց պետք է որ հիմա էլ նայենք, դա ինչ ներկայացում էր որ։ Դա վատ ներկայացում էր։ Ես էկրաններին նայում եմ դա ու ինքս էլ երբ որ դուք հրավիրում եք, գալիս եմ աշխատում եմ, որ դա ձանձրալի չլինի, բայց նաև օրակարգից դուրս չգանք։ Ինչ որ հեքիաթներ չպատմենք, ինչ որ տատիկի պատմած։ Ես կարծում եմ, որ շատ տգեղ էր եւ լուրջ աշխատանք կա նախ եւ առաջ
Սերվիցին դա պետք է ասվի, որովհետև այդքան մարդ հավաքվեն պետական ինստիտուտի դեմ, դա ինստիտուտ է, անկախ նրանից համաձայնենք, թե չէ, ես էլ մի քանի անգամ բերման եմ ենթարկվել, բայց հենց որ ասում են հանուն հանրապետության կամ հանուն սովետական միության, ես հասկանում եմ, որ դա օրենքն է, այդ մարդը չի։ Ես ոստիկանին քաշքշելու իրավունք չունեմ կամ միլիցիային այն ժամանակ։ Ասում եմ, որ սա ունի բան, մանդատ։ Պետությունը հարգարժան բան է։ Հասկանալի, իսկ այդ ոստիկանը իրավունք ունի բիրտեվով վերաբերվել մարդկանց հետ։ Ոչ։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ ոստիկանը կարող է, ես կողմ եմ, որ ոստիկանը զինված չլինի։ Նույնիսկ այդ մահակը պետք է չունենա։ Հենց համազգեստը այ ուսը ձեռքը դնի, ոստիկանը ձեռքը դնի քաղաքացու, ուսին քաղաքացին պետք է ասի ճիշտ այդպես օրենքի ուժով, այ ոստիկանը իր համազգեստը հարգարժան բան է, ոստիկանը ինքը նախ եւ առաջ պետք է իմանա, որ ինքը օրենքն է, վարկաբեկող կամ բարձրացնող, ուրեմն ոստիկանը պետք է այ համազգեստը պետք է հարգարժան լինի, մարդը մոտեցավ ոստիկանի համազգեստով, դու ասում ես ենթարկվում եմ օրենքին, հայրենիքիս, պետությանը, ուրեմն պետք չի, եթե ասում եք գնում ենք, միասին գնում ենք, վերջ, պետք է գնային, այսինքն ոստիկանը պետք է բարձր կուլտուրա ունեցող մարդ լինի, դրա համար ոստիկանը պետք է լավ բարձր, այսինքն ոնց պետք է բարձր կուլտուրա ունեցող հավակնորդներին պետք է բանանեն, անդամագրեն, դրա համար պետք է գայթակղիչ լինի ոստիկանի աշխատանքը, ոստիկանը պետք է իմանա, որ ինքը հարգարժան մարդ է, հարևանները պետք է հարգեն, բարեկամները, ընտանիքի անդամները, պետությունը պետք է ոստիկանին լուրջ մոտենա, ուրեմն ոստիկանը ինքը պետք է իմանա, որ լուրջ է, ուրեմն եւ մարդու պաշտպանն է, ոստիկանը հենց մեր անվտանգությունը, մեր գույքի անվտանգությունը ապահովող մարդն է, մենք պետք է հարգենք նրան, որովհետեւ ապահովում է իմ անձնական, իմ առողջությունը ինքն է ապահովում, որ իմ վրա չհարցակվեն, որ իմ գույքը ապահով է, ոստիկանը կա, դե այդտեղից սկսենք, ուրեմն կադրային քաղաքականությունը, ոստիկանն հարկավոր է ընդգրկել ոստիկանությունում բարձր կուլտուրա ունեցող մարդկանց։ Այդտեղից սկսենք, հնարավոր է դա մեր դպրոցները, մեր բարձրագույն ուսումնական հաստատությունները տալիս են, ապահովում են բարձր մակարդակի օրինապահ քաղաքացիներ մեր շարքերում։ Դրա համար ես կարծում եմ, դա էլ է արհեստավարժության խնդիր։ Այ ես դուք էլ երևի առիթ եք ունեցել եվրոպական երկրներով հատկապես տեսնել, թե ինչ հարգալից մոտեցում կա ոստիկանին։ Այո։ Եվ եթե ոստիկանը մոտենում է, դա նշանակում է, դա մոտենում է քեզ օրենքը, պետությունը, իշխանությունն են այդ պահին, տվյալ երկրի։ Եվ իհարկե հարգանքն պիտի լինի փոխադարձ։ Անպայման։ Բայց մեզանում չկա։ Ոչ այնտեղ կա, ոչ այնտեղ։ Այ հիմա մենք կայացման շրջանում ենք, ցավալի է, մի քանի հազար տարվա պատմություն ունենք, բայց ջուրը տարել է, մեղմ ասած, արյան հետ խառնել տարել են մեր կուլտուրան, պետականության կուլտուրան։ 35 տարի է, դա շատ քիչ է, պատմության համար քիչ է, բայց համապատասխան ջանքեր չեն թափվել, որովհետև տեսեք, պարսկական ոստիկանությունը, դա թշնամի պետության ոստիկանությունն է եղել։ Մենք ոստիկանին համարել ենք զավթիչ, մեր ունեցվածքը տանող, արժանապատվությունը տանող։ Արաբականը զավթիչ է ոստիկանը, հռոմեականը զավթիչ է, ցարականը զավթիչ է, դա թշնամին է, թշնամի պետությունն է, որը մեզ կեղեքում է, որ մեր երկիրը հյուծում է, անկճում է։ Այսինքն մենք այն ժամանակ հարգարժան մարդ է եղել է նա, որ շրջանցել է ոստիկանին, որ շրջանցես օրենքը, որտեղ թշնամի պետության օրենքն է, այ հարկային պարտականությունները մի կատարի, որտեղ ֆինանսավորում ես թշնամուտ, հարկավոր է թաքցնել, այ գտնել ձևը, որպեսզի հարկերը մնան, որտեղ օթուզբեշ էին տանում մեզանից, եթե իրենցից ստանում էին 15%, մեզանից ստանում էին 35%, օթուզբեշը 35%-ն է, որտեղ 35% հարկ տվեցիր, դու ուրեմն տնտեսությունով չպետք է զբաղվես, եթե մրցակիցը 15% է տալիս,
դու 20% խղճի ազատության տուրք էինք տալիս մենք։ Դրա համար ես ասում եմ, մեր մոտ կուլտուրա կա չհարգել ոստիկանին, չհարգել օրենքը։ Մենք ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որ դա թշնամի է։ Մենք գերված ենք, այդ գերին ինչի պետք է հարգի, ստրուկը ինչի պետք է հարգի տիրոջ օրենքները, բայց արդեն 35 տարի է, մենք ենք մեր երկրի տերը, այդ ոստիկանը մեր անվտանգությունը ապահովող, կարգ ու կանոն ապահովող մարդն է, ընդհանրապես ծառայում է մեզ, նրանց անունը իմիջիայլոց այդպես է, ծառայության մեջ, եւ այլն, գնալով ծառայության, բոլոր հրամանների մեջ գրվում է ծառայություն, ամենաբարձր իմաստով, ծառայում ես հայրենիքին, ծառայում ես քո ընտանիքին, ծառայում ես քո համաքաղաքացիներին, հայրենահարկիցներին, տեսեք, մենք հիմա դեռ չենք մտել այդ մշակույթի մեջ, ոչ ոստիկանն է դա զգում, ոստիկանն էլ համարում է, որ ահա, ես ստացա իրավունք, դրանք բոլորը հանցագործ են, որտեղ այդպես է եղել, օսմանցի կամ ցարական ոստիկանի համար հայ քաղաքացիները պոտենցիալ հանցագործներ էին, ընդհանրապես աղանդավոր հանցագործներ էին, այսինքն նա մեզ նայել է որպես հանցագործի, ուղղակի առիթ պետք է լինի, որ մեզ պատժի, այդ դա չի անցել, դեռևս մենք մնում ենք գերու հոգեբանության մեջ, ոստիկանը մնում է օկուպանտի հոգեբանության մեջ, դրա համար էլ կոպիտ են, դրա համար էլ գրեհիկ են, դրա համար էլ դաժան են, այս կողմից էլ, այն կողմից էլ, թքել ոստիկանի վրա, հարվածել ոստիկանին, քաշքշել ոստիկանին, դա հանցագործություն է, բայց մենք ասում ենք, բա ինչ պետք է անենք, դա ցարի ոստիկանն է, գռադավոյը չի, այլ է, ուզում ասել, որ գռադավոյին լավ ենք արել, չէ, հիմա մեր մոտ աշխատանք պետք է կատարի մեր պետությունը, օրինակ ազգային ժողովի պատգամավորները, որոնց ես խրտ վիլակ եմ ասում, բայց որպեսզի չվիրավորվեն խորտ վիլակ եմ ասում, հիմնականում կարելի է հանել մի 10-15 հոգի, առանձնացել, որոնք իսկապես պատգամավոր են, զբաղված են օրինաստեղծ գործունեությամբ, այո, նրանք կարգավորում են մեր կյանքը, ես կասեի, 20 հոգի, լավ, իսկ մյուսներին ես ասում եմ խրտ վիլակներ, բա ինչի մեր մոտ, ինչու տեղի ունեցավ Գյումրիում դա, ոնց կարելի է այդպիսի բերման ենթարկել, պետք է ծանուցագիրը ուղարկեիք ինքն էլ գար, ծանուցագիր պետք է ուղարկեիք ու նա պետք է գար, եւ չէր կարող չգալ, ես ասում եմ, բայց եթե ազգային ժողովը խրտվիլակների ժողով է, բացառությամբ ասեցի հանենք 20 հոգի, չէ 20-ն էլ ճիշտ թիվ չի, ինչ որ 21, լավ, անենք, որ 3-ի բաժանվի, որն է 3-ի բաժանվում, 21-ը բաժանվում է, դե 3-ը կարևոր է հակակշիռների իմաստով, ուրեմն տեսեք օրինակ վերցնենք ազգային ժողով, որտեղից պետք է օրինակ վերցնեն քաղաքացիները, նմուշային քաղաքացիներ ունենք մենք, թե չէ, նմուշային, որոնց օրինակ վերցնենք, դե տեսեք լուրջ է, ձեր եթերում բավական կոշտ բաներ ասեցինք, թողականներին օղանեն, յուրաքանչյուր պաշտոնյա ինքը օրինակելի է, այդ քաղաքապետը օրինակելի վարքագիծ պետք է ունենար, պետք է գնար, օրենքին հարգանք, ուզում էր քաղաքապետը, որ իրեն հարգեն, որը ինքն էլ պետք է հարգեր, ակննդականը միայն աչքանելու մասին չի, փոխադարձության մասին է, համարժեքության մասին է, շատ լավն է, մերոնք շատ լավ բան են թարգմանելու բերել մեր համար, կային ուրիշ օրենքներ, դա չբերեցին, բերեցին ակննդականը եւ ոսկե կանոն, արա այն ինչ որ կուզես որ քո համար անեն, այ հիմա երկու կողմը, բերման ենթարկողները եւ ենթարկվողները այդ կանոնները չհարգեցին, մենք կամաց գնում ենք դեպի կրոնական կազմակերպությունների մասին օրենքը, կրոնական կազմակերպություններ գնացին։ Շատ կարևոր թեմա եք մոտենում, այդ տեսեք, մեր հանրային հասարակական կյանքում շատ այս խառը իրավիճակն ինչ որտեղ կարելի է բացատրել, բայց այնինչ տեղի ունենում մեր հոգևոր աշխարհում,
դա չգիտես։ Հարցը հասել է նրան, որ ասում են քրեական գործ է հարուցվելու կաթողիկոսի նկատմամբ։ Սա արդեն դրանց անվան մեջ սուրբ կա։ Լավ, սա ինչով եք բացատրում։ Նույն բանով, որ մենք օկուպացիայի եւ օկուպացվածի հոգեվիճակից դուրս չենք եկել։ Մենք որպես հավատացյալներ մենք մեզ իրավունք ենք վերապահում, օրենքն այդպիսին է, գիտեք, չէ, ողորմություն ենք տալիս հոգևորականներին։ Մենք ռոճիկ չենք տալիս, գիտեք։ Ռոճիկ չունի հոգևորականը, ողորմությունն է։ Այո։ Դա արդեն լուրջ չի։ Դուք պատկերացնում եք, օրենք պետք է լիներ հոգևորականը որպես պսիխոթերապևտ։ Այդ պսիխոթերապևտը ինչ ռոճիկ է ստանում բժիշկը։ Ճիշտ այդպիսի ռոճիկ պետք է ստանա հոգևորականը։ Պետությունից բոլոր կրոնական կազմակերպությունների հոգևորականները, եթե ունեն հավատացյալներ, պետք է ռոճիկ ստանան։ Ոնց ապրի մարդը, արժանապատիվ կյանքով պետք է ապրի, չէ՞, հոգևոր առաջնորդը, օրինակ կաթողիկոսը, նախագահի չափ կամ փոխնախագահի կամ փոխվարչապետի, նախարարի չափ պետք է ռոճիկ ստանա։ Ոնց ապրելու մարդը, ողորմության շնորհիվ, մուրացկանության, այսինքն մենք մեր հոգևորականներին դարձրել ենք մուրացկան օրենքով։ Մուրացկան, մենք արտերտերչանես դիջեբտ քո համար բրինձ բանման կարանես դա է թե չէ տեսեք որտեղից են գալի առաջի օրենքներից մեկը դա պետք է լիներ հարգել հայ առաքելական սուրբ եկեղեցին հարգել հոգևորականը հարգարժան մարդ է մեր համայնքը կաթոլիկ համայնքը մեր ֆրանկները ավետարանչականները, մենք բուդդիստներ ունենք, մահմեդականներ կան, դրանց հարկավոր է նախ եւ առաջ հաշվառումը։ Մենք պետք է իմանանք քանի հոգի կա։ Պետությունը պետք է իմանա քանի հոգի կա, հավատացյալ քանի հոգի կա։ 15 միլիոն, 100 միլիոն, քանի հոգի ենք մենք։ Ով է հաշվում։ Պետությունը պետք է հաշվի։ Գիտենք չէ մենք քանի զինվոր ունենք, քանի ոստիկան ունենք, քանի բժիշկ, մանկավարժ ունենք չէ, այդ հաշվարկանում ենք, քանի կալանավոր ունենք քրեակատարողական Բերդում, հա? Գաղութում մենք գիտենք քանի կալանավոր ունենք, բայց մենք չգիտենք քանի կաթոլիկ ունենք, օրինակ, քանի կաթոլիկ կա Հայաստանում, ով է հաշվել։ Պետությունը պետք է հաշվի։ Պետությունը պետք է հաշվի օրենքով, դա խտրականության համար չի, դա չի սահմանափակում, պետությունը պետք է հաշվի նաև կուսակցականներին, քանի կուսակցական կա, որ կուսակցությանն են պատկանում, հարգելով նրանց իրավունքը, նաև տեղաշարժվելու, գիտեք, մի քանիսը կան, որ թռնում են կուսակցությունից կուսակցություն, աճում են, կամ ընդհակառակը, դեգրադացիա է, իմանանք կուսակցությունները թող գնան գրանցվեն, թող գնա գյուղապետարանում գրանցվի, ասի ես այս կուսակցության անդամ եմ։ Մենք իմանանք։ Լավ, ի վերջո իշխանություն եկեղեցի այս ընդդիմադիր պայքարը ի վերջո ինչպես է ավարտվելու։ Եկեղեցի չի, եկեղեցին մենք ենք։ Եկեղեցի չի։ Ուզում եք ասել կաթողիկոս վարչապետ ծառայողներ։ Ուրեմն մենք երկու ծառա ունենք։ Մեկին ընտրել ենք, որպեսզի մեր համար օրենքներ ընդունի, ինքը ընտրել է, նշանակել է մարդկանց, որպեսզի կառավարեն, դուք գիտեք մեր սահմանադրությունը ինչ է ասում։ Մենք գնում ընտրում ենք падգամավորներ, օրենսդիր իշխանություն ենք ընտրում, ասում ենք ծառայեք մեզ։ Ձեր համար լավ պայմաններ ենք ստեղծելու, շատ լավ դահլիճ ունեք, լուսավոր, տաք կամ կոնդիցիոներով, լավ աշխատավարձով, շատ բարձր աշխատավարձով, լավ աշխատանքի համար պարգևավճար, չնայած չաշխատելու դեպքում էլ ենք պարգևավճար տալիս։ Հետաքրքիր է, չեն աշխատում, բայց պարգևավճար ստանում են, աշխատանքից բացակայում են, բայց պարգևավճար ստանում են։ Ուրեմն այդ դրանց ասում ենք կառավարեք երկիրը, նրանք ասում են մենք ինքներս չենք կարող կառավարել, որովհետև մենք սիրում ենք նստել եւ սակարկել։ Լեզվակռիվ տալ։ Դրա համար ընտրում իրենք են ընտրում վարչապետ։
Իրենք են ընտրում։ Դա ընտրություն է, բայց իրականում նշանակում են, որտեղ եթե ժողովուրդը չի ընտրում, բոլոր չընտրվածները ժողովրդի կողմից չընտրված պաշտոնյաները նշանակովի են։ Ազգային ժողովը նշանակում է վարչապետ։ Վարչապետին ասում է կառավարություն, կառավարությունը բեր, դա էլ հաստատենք, գնացեք երկիրը կառավարեք, մենք էլ կվերահսկենք ձեզ։ Այսինքն դրանք մեր ծառաներն են, մեր կյանքը կարգավորող։ Մենք ունենք նաև ուրիշ ծառաներ, մեր հոգևոր կյանքը կարգավորող ծառաներ են նրանք։ Մենք ենք նրանց տերը։ Մենք ասում ենք մեր գրաբար չգիտենք։ Մենք հետո չգիտենք ով ումից հետո կանգնի այդ խաչամփուրի ժամանակ։ Որ օրը գանք ինչ անենք, դուք ասեք, որ օրը ինչ ուտենք, որ օրը ինչ խմենք, չէ՞։ Որ օրը աշխատանքի գնանք, չգնանք, եթե այդպեսի, որ օրը տոն լինի, ինչ հագուստ է, այդ բոլորին նշանակում ենք մարդկանց։ Դրանք կոչվում են հոգևորական։ Նրանք էլ են մեր ծառաները։ Նրանք Աստծո ծառան չեն, մեր ծառան են։ Մենք ենք Աստծո ծառան։ Նրանք էլ մեզ են, մեզ ասում են, որ այստեղ ոնց որ բժշկի մոտ որ գնում ենք, ոչ չենք ասում, սենց արա, նենց արա, այս ինչս չափի, այն ինչս մի չափի։ Չէ, գնում ենք ասում ենք, լավ չեմ զգում, նա այդպես դոկտոր, հարգելի բժիշկ, ինչ անեմ, ինքն ասում է, նստի տեղդ, ես կչափեմ ամեն ինչ, այդ դից էլ հոգևորականի մոտ գնում ենք, նա պետք է մեզ ծառայի, հիմա այդ երկու ծառաները կռիվ են սարքել իրար հետ, իրավունք չունեին, երկու կողմն էլ իրավունք չունեին, ես ասացի, չէ, ծանուցագիր ուղարկեիք, Վարդանիկին հրավիրեիք, ծանուցագիր, ճիշտ այդպես էլ ծանուցագիր պետք է ուղարկվեր հոգևորականներին, ասային, որ կրոնի մասին օրենքի խախտում եք անում, նախազգուշացնում եմ, ձեր մոտ ճորտատիրություն է, մեր մոտ արգելված է ճորտատիրությունը, արգելված է, խախտում եք անում, կփակենք, լիցենզիայից կզրկենք ձեզ, խախտման համար քննարկենք, ինչն է պատճառը, ինչ եք խախտում, ինչի եք ձեր գրած օրենքները խախտում, դրանք մեր մոտ էլ են գրված, մեր օրենքը ես այն ժամանակ պատգամավոր եմ եղել, մենք դրա մասին մտածել ենք, որ ազատություններ լինի, մեր հավատացյալ ժողովուրդը ազատ, խղճի ազատություն է, բացարձակ ձևով, ինչ ուզում են թողանեն խղճի ազատության իմաստով և պաշտպանված լինեն, պաշտպանված մենք, օրենքը, պետությունը պաշտպանում է հավատացյալին և իր ղեկավարին, հովիվին դրան, չէ, մենք գառներն ենք, իրենք հովիվները, միայն գառ չենք իհարկե, մեր մեջ էլ են տարբեր են մեր մեջ, ուրեմն օրենքը խախտվել է, քննարկեք, ծանուցագրով, ճիշտ է, ծանուցագիր ուղարկեք։ Այ գիտեք ինչ, պարոն Արշակյան, դեև շատ վաղուց ճանաչում ենք, միասին շատ փորձությունների միջով ենք անցել, քանի ընտրություններ, ինչ ընտրությունների ենք ականատես եղել։ Հիմա առաջիկայում նոր ընտրություն է վաղարշապատի, հավատում եք, որ այս անգամ գոնե կարող է արդար ընտրություն լինել։ Ես այնտեղ համակիր ունեմ, շահերի բախում, ասենք հիմա գովազդ չանեմ, ես կարող եք անել, Հարություն Մկրտչյանին եմ աջակցում, որովհետև ես ջրբաժան ունեմ, կարմիր ու սև գծեր ունեմ, սև ու սպիտակ ունեմ, ովքեր որ կողմ են եվրոպական զարգացմանը, մարդու իրավունքներին, ազատություններին, ժողովրդավարությանը, դա եվրահանրաքվեն է։ Նրանք ու մեր քաղաքացիները 60,000 քաղաքացի, այսինքն կարողել է 600,000 դարձնել, մենք ստոպ տվեցինք։ Ես աջակից եմ, մենք որ ասում եմ, որպես աջակից։ Ես այնտեղ որի մականունների մասին էի խոսում, Գերագույն խորհուրդ, Գերագույն սովետ ազգային ժողով, հենց հիմա ես քաղաքթոշակառու եմ։ Որպես քաղաքթոշակ, այնպեսի բան կա քաղաքական թոշակառու։ Ուրեմն ես աջակցել եմ այդ Եվրաքվեին եւ կարծում եմ, որ դա ճիշտ է։ Մենք եթե ընտրում ենք բարձր կենսամակարդակ, լավ առողջապահություն, լավ կրթություն, դրանք որտեղ կան, դա Եվրոպայում է։
Խղճի ազատություն որտեղ կա, Եվրոպայում է։ Խոսքի ազատությունը որտեղ կա, Եվրոպայում է։ Կրոնական կազմակերպ խղճի մեջ է մտնում, կրոնական կազմակերպությունները որտեղ են ազատ գործում, Եվրոպայում։ Մեր ժողովուրդը ընտրել է եվրոպական ճանապարհը, դրա վերաբերյալ օրենք կա։ Հիմա Հարություն Մկրտչյանը Հանրապետություն կուսակցության կողմից պաշտպանվում է։ Ես պաշտպանում եմ Եվրոպական կուսակցությանը, Տիգրան Խզմալյանի, Հանրապետություն կուսակցությունը, Արամ Սարգսյանի, Հանուն Հանրապետության կուսակցությունը, Արման Բաբաջանյանի եւ ազատ քաղաքացի հասարակական կազմակերպություններին, որոնք որ աջակցել են այս երեք կազմակերպություններին, դրանց ովքեր որ գնում են դեպի Եվրոպա, գնում են դեպի հերոստա խցիկի, տեսա խցիկի, խոսափողի, սրանք բոլորը եվրոպացիներն են հնարել։ Այլ լամպը, լույսը, դրանք նրանց հնարածն է, նրանց տվածն է։ Ուրեմն ես այդ իմաստով սկզբունքային է, եթե որևէ տեխնացու պաշտպանվում է այդ կուսակցությունների եւ հասարակական կողմնակից հասարակական կազմակերպությունների կողմից, ես պաշտպանում եմ նրանց։ Այնպես չի, որ գիտեք, վաղուց ճանաչ չէ։ Ես գիտեմ ինչ ծրագիր ունի Հարությունը Մկրտչյանը։ Ես այդ ծրագիրը պաշտպանում եմ դեպի Եվրոպա, դեպի ազատություններ, դեպի ժողովրդավարություն, դեպի անվտանգություն։ Մյուսների մասին մրցակից կան, այսինքն նույն ծրագիր ունեցողներ էլ կան, օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընդունեց օրենք, այդ Եվրա հանրաքվեն ճանաչեց։ Այսինքն եթե Հարությունը Մկրտչյանը չլիներ, ես կպաշտպանեի մյուս տեխնացուին, որը նույնպես գնում է դեպի Եվրոպա։ Ուզում եմ ասել, այնտեղ կան մարդիկ, որոնց ես անձամբ համակրում եմ, ճանաչում եմ, անձնական, հարևան ենք, ընկեր ենք, համակուրսեցի ենք, զինակից ենք եւ այլն, շատ բաներ կան, բայց քաղաքական ծրագիրն է կարևոր։ Ուր է տանում մեզ անձնավորությունը։ Ես այնպես որ տեսեք, մասնակցում եմ որպես թոշակառու, քաղթոշակառու, բարարեք, մտցնենք շրջանառությանը մեջ, որովհետև քաղթոշակառու նույնպես մենք չենք կարողանում ընդհատ մի քիչ առաջ հենց մենք դրանից էլ սկսեցինք, չէ, երբեմն մենք առողջական խնդիրներ ենք ունենում, քաղաքականությունով պետք է զբաղվեն առողջ երիտասարդի ռանդուն մարդիկ, կանայք եւ տղաներ, տղամարդիկ, երանդուն շատ չարվեն, լավ ծառայեն մեզ։ Մենք դա մի քիչ գլուխ պահող ենք տարիքի բերումով։ Լավ, բարձ է, ձեզ հետ ամեն ինչ բարձ է, պարոն Արշակյան։ Չմոռանաք մի դիմում էր դուք գրել։ Երբ մերոն կան։ Այո։ Շնորհակալ եմ այսօրվա համար։ Իսկապես հաճելի է ձեզ հետ մի զրուցելը։ Ես ձեզ միայն ուզում եմ մաղթել առողջություն։ Այսօր դա թե ձեր համար, թե իմ համար շատ կարևոր է։ Բոլորի համար, մենք բոլորիս մեր ունկնդիրները առողջ եղեք, բարեկամներ։ Եղավ, շերի բարեկամներ, մենք հյուրընկալել էինք մեր վաղեմի բարեկամին, հասարակական, քաղաքական, պետական գործիչ Ազատ Արշակյանին։ Այսօր այսքանը, ցտեսություն։